Տերունական աղոթքը կամ հայրմերը քրիստոնեական հավատի ամփոփ ներկայացումը հերու է այն մտերմությունից, ինչը քրիստոնեական գրոնի մեջ կա մարդ եւ Աստված փոխհարաբերության մեջ։ Հեթանոս աշխարհում այդ մարդը չեր տեսնում, թե ով է իրական Աստվածը։ Հայր բարի արժեքը նաեւ ղարքավորում է մեր հարաբերությունները մեր նմանների հետ։ Մեզ նաև ինքնաճանաչման է դանում այս աղոթքը, հոր առաջ կանգնած, թե մենք ով ենք։ Մենք հայրության շնորհքի մեջ է, որ հաշտվում ենք միմյանց հետ։ Մարդիկ դաժան են միմյանց հանդեպ։ Պարոն Գաբուջյան, տերունական աղոթքը սկսում է մի բառով, որն արտահայտում է սեր, ջերմություն, մտերմություն, մենք ասում ենք հայր։ Ով է հայրը։ Տերունական աղոթքը կամ հայրմերը քրիստոնեական հավատի ամփոփ ներկայացումն է իր ամբողջության մեջ։ Եվ այստեղ շատ ոնց որ ղողանչական հնչեղությամբ մի շատ կարևոր բառով է սկսում։ Հայր մեր, հայր։ Եվ հայր բարի արժեքը ղարքավորում է մեր ամբողջ կյանքը։ Շատ հետաքրքիր է, որ հարց է ծագում մեր մոտ։ Եթե այս աղոթքը յուրահատուկ աղոթք է, արդյոք 5 դագարանում մենք հայր Աստծուն իբրև հոմանիշ հայր բառը չենք գտնում, որ սա իբրև նորություն ընկալենք։ Պատասխանը շատ պարզ է։ Այսօր եթե փորձենք հղումներ անել, ամբողջ ժամեր պիտի տևի, որ մենք այդպես զուլալված հանենք հայր բառը 5 դագարանի մեջ։ Սկզբից մինչև մարգարեական գրքեր հայր բառի օգտագործումը միշտ էլ եղել է, հատկապես մարգարեների կողմից։ Հայրը իբրև Աստված իր որդուն իբրև Իսրայել է ներկայացել եւ մոդեցել։ Բայց Աստծո հանդեպ հրյա ժողովրդի մոդեցումը հերու է այն մտերմությունից, ինչը քրիստոնեական գրոնի մեջ կա մարդ եւ Աստված փոխհարաբերության մեջ։ Մենք շատ մտերիմ, շատ մոդիկ ենք զգում Աստծուն, եւ դա Քրիստոսով սկսեց։ 5 դագարանի մեջ դա մի քիչ անընդունելի եւ սարսափելի բան էր։ Նույնիսկ երբ Աստծո անունը պիտի գարթային կամ հանդիպում էին իրենց փաթույթների մեջ աստվածաշնչական գրքերի Աստծո անվան, չէին արտասանում, որտեղ երկրորդ դասնապանյայի կանոնը ինչ է ասում, Աստծո անունը զուրդեղ բերանդ միա։ Դա ցեվական ցևով են ներկայացնում, հասկանում եւ ներկայացնում։ Եվ կամ ասում էին անունը Աստված անվան փոխարեն անունը ասում էին։ Քրիստոնեության մեջ մեր կյանքը ղարքավորող հիմնական մի բառ Աստծուն իբրև հոմանիշ հայր բառը։ Եվ Հիսուս շատ հաճախ իր արագները պատմելիս, երբ Աստծուն պիտի ներկայացներ, իբրև հայր էր ներկայացում, մի հայր երկու որդի ուներ, մի հայր երկու որդի ուներ։ Հրյաների մոտ Աստված թագավոր, բժիշկ, դադավոր, մի քիչ խիստ ներկայություններ իրենց կյանքի մեջ։ Մենք հայր բարի մեջ, այո, քո խոսքի սկզբում էլ ասեցիր, մտերմություն, սեր, ջերմություն բառն ենք տեսնում հոր բարի մեջ։ Աստծուն ճանաչելու համար անդեսանելի Աստծուն շատ հաճախ մարդկանց պետք է այս հաստատում անել։ Եթե ուզում եք իմանալ ինչպիսին է Աստված, նայիր քո հորը։ Ես հաճախ իմ մարդկանց հետ հանդիպելու ժամանակ ես մեկը հաճախ ասում եմ եւ երբեմն աշակերտական միջավայրերում տեսնում եմ ոմանց թեմքերը փայլում են, ոմանց աչքերը արցունքով են լցվում, շատ բարձ է թե ինչու համար։ Ձնողական հայր հասկացության եւ ընկալման մեջ Աստծո ամենագեղեցիկ ներկայությունը կա մարդկային փոխ հարաբերության մեջ։ Եվ ինչպես ասի, հայր
բարի արժեքը կարգավորում է մեր ամբողջ կյանքը։ 5 կետերի մեջ կուզեմ այդ կարգավորման մասին արտահայտվել եւ խոսել։ Այս բառը կարգավորում է մեր հարաբերությունը անդեսանելի աշխարհի հետ։ Հին օրերին աստվածները քարի, ջրի, չգիտեմ ինչի, փայդի, կրագի, լույսի աստվածներ էին։ Անդեսանելի հատկապես եւ մենք չէինք տեսնում, այսին մարդը հեթանոս աշխարհում այդ մարդը չէր տեսնում թե ով է իրական աստվածը։ Ամեն մի երևույթ, նյութական երևույթ մի աստված էր։ Եվ այս աստվածները հերու էին մարդկանց օգնելու իրողությունից եւ ճշմարտությունից։ Հերու էին։ Այս աշխարհի նյութական երևույթները կամ իրեղեն ապացույցները այո օգտակար լինելուց բացի նաև երբեմն վնասակար են։ Գրագը չերմություն է, բայց նաև վնասակար է։ Եվ այս օրինակով հեթանոս աշխարհի հին աստվածները մարդկանց չէին օգնում իրենց ցերներեցությամբ, այլ վրիժարու էին, բաժում էին։ Պրոմեթևսի պատմությունը մենք գիտենք, Զևսը ինչպես բաժեց։ Երկրորդ, հայր բարի արժեքը կարգավորում է մեր հարաբերությունը դեսանելի աշխարհի հետ։ Առաջինը անդեսանելի աշխարհի հետ։ Հիմա դեսանելի աշխարհի հետ։ Մենք Աստծուն դեսանելի աշխարհի մեջ ենք հանդիպում եւ տեսնում։ Աստված ամմերցենալի չէ։ Գար մի ժամանակ, որ մենք Աստծո ցերքերին հպվեցինք։ Աստծո աչքերի թեմ հանդիման դեսողություն մենք ունեցանք։ Քրգեցինք Աստծուն, զրուցեցինք Աստծուն դեսանելի այս աշխարհի մեջ։ Այս բոլորի մեջ նաև գա սիրող Աստված, հակառակ մեր բոլոր նեղությունների մեջ, մեր դժվարությունների մեջ, մեր դարավանքի մեջ։ Տեսեք, ցավը վատ բան է, թե լավ բան է։ Երբեմն կարող ենք ասել, որ լավ բան է, որովհետև նախանշան է ինչ-որ մի վտանգի։ Այո, ցավը ցավացնող մի ճշմարտություն է, բայց երբ ցավ չկա եւ ունես դու մի խնդիր, կարող է շատ անագնգալորեն գանկնես մի իրավիճակի առաջ, որ քեզ այլ դեղ տանի։ Դեսանելի աշխարհի մեջ այս բոլոր երևույթները Աստծո սիրո արտահայտություններն են։ Մենք դեսանելի աշխարհի մեջ հայր երբ ասում ենք, սիրող Աստծո գերբարն ենք մենք ընկալում։ Երրորդ, հայր բարի արժեքը նաև կարգավորում է մեր հարաբերությունները մեր նմանների հետ։ Մի բարձ օրինակ, փարիսեցիական աղոթքի օրինակ տամ միայն։ Անշուշտ մենք ծանոթ ենք այդ աղոթքին, երբ առագի մեջ Հիսուս առագ է պատմում, երկու հոգի տաճար փարսացան աղոթքի կանգնելու, մեկը փարիսեցին, մեկը մաքսավոր։ Ես եմ արել, ես սրա նման չեմ նրա։ Փարիսեցիական ուրիշ աղոթք կա, որ բնականորեն Աստվածաշնչում չեք կարող գտնել, այսպիսին է։ Ով Աստված, ես այսօր արթնացա, շնորհակալ եմ այս առավոտվան համար։ Ինք էլ արթնացավ, բայց ես լավ գործի համար արթնացա, ինքը վատ գործի համար արթնացավ։ Շնորհակալ եմ, որ այսօր ինձ այս լույսը տվեցի, որ ես իմ ջամբով դեպի բարին գնամ։ Իրեն էլ այդ լույսը տվեցիր, բայց ինքը այլ ճանապարհ գնա։ Տեսնում եք, ես եւ ինք։ Եվ կարծեք այս երկուսի մեջ մարդկային փոխհարաբերություն չկա։ Գա արհամարանք իմ եւ իր միջև։ Եվ հայր մերի մեջ, տեսեք, մեր։ Այլ ոչ թե իմ։ Ոչ թե իմ, թող մեր բարդկերը, հանցանքները, ինչպես մենք եւ այլն։ Տերանվան, Տերանունի հոգնագերտ մասնիկներն են կամ այ հոգնագերտ, որ բոլորն են նշում։ Իմ, ես չկան։ Եզակի անձնակենտրոնացված տերանունները չկան։
այլ կան համընդհանուր։ Եվ սա գարկավորում է մեր փոխհարաբերությունները այս աշխարհում եւ այս առումով է որ իզուր չէ մենք շատ հաճախ ուրիշների համար ենք աղոթում ենք ուրիշների համար շատ հաճախ եւ այսպեսի պատկերացում ունեմ հաճախ ինչպես է որ դու աղոթում ես մեկի համար եւ այդ աղոթքը հասնում է իր հասցեադերոջ եւ այդ մարդը եթե ենթադրենք վադարողջ է եւ աղոթում ես իր համար առողջանում է ես այսպես եմ պատկերացնում դու աղոթքով բնականորեն քո նմանի համար ես աղոթում բայց էֆեկտիվ չէ այս հորիզոնական փոխհարաբերությունը մեր աղոթքի մեջ մենք պիտի աղոթենք ուղղահայաց կերպով վերև Աստծուն եւ Աստված մեր խնդրանքը իրականացնե մի ուրիշ մարդու մեջ ոնց որ այսինքն նամակ ես գրում մեկին եւ ուղարկում ես այս հասցեով նախքան այդ հասցեին գնալը այդ նամակը գնում է միտեղ բայց քո նամակը եւ խնդրանքը հասնում է այդ մարդուն պատկերավոր ձևով օրինագելի ձևով ես երբեմն այսպես եմ ներկայացնում հայր բարի արժեքը նաեւ գարկավորում է 4-րդ մեր հարաբերությունները մեր անձերի հետ ուղղակի մեր անձերի հետ լինում են բահեր որ ինքներս մեզ շատ հաճախ արհամարում ենք տեսնում ենք թե ինչքան այլ ենք եւ կարող ենք տարբեր լինել շատ հաճախ մեր անձերը համեմատում ենք ուրիշների հետ ես էսպիսին եմ լավ չէ որ էսպիսին լինեմ սա մեզ նաև ինքնաճանաչման է դանում այս աղոթքը հոր առաջ կանգնած թե մենք ով ենք այնպես ինչպես երբ ասում ենք մեր հայր նշանակում է ոչ թե սեփականացված հայր է այլ համընդհանուր բոլորի հայր է եւ այս հարաբերության մեջ մենք քեղեցկորեն լավ հավասարներ ենք լինում միմյանց հետ հինգերորդ ներողություն այս բարի արժեքը գարկավորում է մեր հարաբերությունը Աստծո հետ եւ վերջինը մեզնից չի հեռացվում Աստծո մեծությունը Աստված իր զորությունը մեծությունը չի հեռացնում այլ մատչելի է դարձնում ավելի մեծ այն զորությունը որ մենք Քրիստոսով Աստվածային զորությունը Քրիստոսով տեսանք մեր կյանքի մեջ դա իրականություն դարձավ եւ վերջի մի գետել որ ասում ենք հայր մեր որ երկնքում ես արտահայտություններ կան որ շատ հաճախ դարբեր ընկալումներ ունեն օրինակ ես կսիրեի ասել հայր մեր երկնավոր որտեվ երբ ասում ես հայր մեր որ երկնքում ես դեղանք ես նշում հայր որ դու երկնքում ես այսինքն այստեղ չես բայց երբ ասենք հայր մեր երկնավոր մեկը նյութականացված դեղի մասին է խոսում երկնքում ես երկինք կամ երկիր կամ դուն հա իսկ երկրորդը երկնավոր էյության մասին Աստծո էյության մասին է խոսում Աստված երկնավոր էակ է ինչքան էլ մենք Աստծո մեծության երկնքում լինելու մասին խոսենք երկնավոր հասկացությունը Աստծուն բերում է երկիր մարդկանց կյանքի մեջ իբրև օրհնություն եւ սեր եւ չի կարելի բաժանել Աստծո մեծությունը եւ սերը իրարից մեր հայրը մեր տան մեծն է բայց այդ մեծության մեջ կա հայրական խոնարհություն եւ ամենակարևորը նաեւ հայրական սեր այսինքն ասելով երկինք մենք նկատի ունենք մարդկանց համար անհասանելի մի վայր երկինք ընկալումը սովորաբար ինչքան որ տեսեք անհասանելի չէ որովհետեւ բոլորս էլ մի օր ասում ենք պիտի բարձրանանք երկինք պիտի բարձրանանք երկինքը բարձրության սահմանումն է
մեծության սահմանումն է, անսահմանության սահմանումն է։ Այսինքն երկինքը տեսանելին եւ անդեսանելին միացուլող ճշմարտություն եւ իրականություն է, որ բնակավայրն է Աստծուն։ Բայց երբ ասում ենք, որ երկնքում ես, չհասկանանք մի դեղ վերևները նայենք, թե ուր է Աստված։ Մենք որտեղ երբեմն շատ վերև նայելով մոռանում ենք, որ Աստված մեր մեջ է։ Աստված մեր մեջ է բնակվում, քո մեջ է բնակվում։ Եվ երբ քեզ նայում եմ, Աստծուն եմ տեսնում, կամ Աստծուն պետք է տեսնեմ։ Պարոն Գաբուջյան, կարող եք ասել, որ Աստծո որդին սովորացնելով մեզ այս աղոթքը կարծես մեզ հրավիրում է Աստծո ընտանիք։ Բնականորեն էությունը այդպիսին է, որ մենք մաս պետք է կազմենք այն մեծ ընտանիքին, դա եկեղեցին է, քրիստոնյա աշխարհն է, կամ ընդհանրապես աշխարհն է, հայրության հովանու ներքո դառնանք մի մեծ ընտանիք։ Մենք ինչու ստացանք այս պարգևը նրան հայր ասելու։ Մենք հայրության շնորհքի մեջ է, որ հաշտվում ենք միմյանց հետ։ Մարդիկ դաժան են միմյանց հանդեպ։ Աստված Քրիստոս այս սկզբունքը, այս բարի արժեքը տվեց, որ մենք հաշտվենք միմյանց հետ, սիրով լինենք միմյանց հետ, որովհետև հայրախնամ հոգադարության շուրջ է, որ մենք հավասարներ ենք, այլապես մենք լիքը տարբերություններ ունենք, անհանդուրժողական երբեմն տարբերություններ ունենք, որ չենք կարող կողքի գալ, բայց երբ պատկերացրեք մեր մանկության ժամանակը, եղբայր քույր ինչպես էին փոքր եղած ժամանակ նստում հայրական սիրո քրկի մեջ։ Այդպես նաև նույն սիրո աշխարհը պետք է բարուրե մարդկությունը իրենց հավասարությամբ, ուրախությամբ, իրենց մեկ ընտանիք լինելով։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։